Հայկական տարազը մեր դարավոր պատմության ու մշակույթի լուռ վկան է, ինչպիսին է եղել, ինչ փոփոխությունների է ենթարկվել այս մասին կզրուցենք ազգագրագետ, դիզայներ Վահե Քոթանյանի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն Անի ջան։ Պատմական հանգամանքների բերումով մենք ունենք արևմտահայկական եւ արևելահայկական տարազ։ Ինչ տարբերություններ կան։ Մասնավորապես հայկական լեռնաշխարհում հայկական տարազը մենք դիտարկում ենք երկու շրջանների, մինչ 1915 թվականը այս պատրվակ, այսինքն ցեղասպանության պատճառը հանդես է գալիս ոչ միայն բաշխվածությանը, այլ նաև մեծ խնդիր առաջացրեց հատկապես տարազների բաժանվածության տեսանկյունից, այսինքն կտրվեց մշակութային մեկ ալիք, որը պետք է շարունակվեր, ցավոք իհարկե, եւ մենք ըստ բաժանվածության դիտարկում ենք երկու տարբերակ։ Հայկական լեռնաշխարհը պայմանականորեն բաժանում ենք արևելյան եւ արևմտյան Հայաստանների եւ արևելյան եւ արևմտյան Հայաստանների տարածախմբերը առանձնացվում են։ Հետևաբար իրենք ունեն որոշակի ձևածկաբանական որոշակի առանձնահատկություններ, ունեն ասեղնագործության օրինակ տարբերություններ, որտեղ արևմտահայկական շրջանում ավելի շատ ասեղնագործության ծավալուն, այսպես մոտիվներ եւ մասշտաբային ասեղնագործություն ենք տեսնում, դրան հակառակ օրինակ արևելյան Հայաստանում ավելի սակավ են։ Հիմնականում արևելյան Հայաստանում զարդերի միջոցով է լինում այդ ամբողջական գեղազարդման տարբերակը, այսինքն դրանք լինում են եւ հագուստին ամրակցված զարդեր եւ լինում են շարժական, որովհետեւ զարդերը ոչ միայն լինում էին միայն օրինակ կիրառության համար, որ դրեցիր այսօր, հաջորդ օրը ուրիշ ես փոխում, հագուստին կցված զարդեր կային, որոնք անմիջապես կարված էին հագուստի օրինակ թևքաբերաններին, պարանոցի հատվածում եւ այլն եւ այլն։ Մասնավորապես օրինակ մենք կարող ենք դիտարկել Սյունիք Արցախյան տարածախումբը, որտեղ բավական հետաքրքիր տարբերակով ունենք եւ անշարժ եւ շարժական զարդեր, օրինակ կրծքային հատվածում ամրացվում էր խողովականման զարդաձևեր եւ թևքերին եւս եռանկյունի էին ստանում այդ խողովակաձև զարդաձևերով եւ բոժոշ կախիկներ էին դրվում, որոնք պտղաբերության եւ չարխափանության խորհուրդ ունեին։ Դրանք ֆիքսված էին, այսինքն կարված էին հագուստի թևքաբերանին եւ այդ կտրված մասնավորապես այդ հագուստի կոչվում էր 3 փեշկանի հագուստ, որովհետև մասնավորապես բաժանվում էր 3 փեշկերի, այսինքն կողքերից ուներ ճեղքվածքներ, երկուսը առջևում էր ստացվում եւ մեկը հետևամասում։ Իսկ ինչ վերաբերվում է արևմտյան Հայաստանին, մասնավորապես այստեղ ասեղնագործությունը բավական հետաքրքիր էր կոմպոզիցիոն դաշտով, գունային համակցությամբ եւ տարբերվում էր իհարկե որոշակի նախշազարդման դիզայնի տեսանկյունից, հա։ Մենք պետք է հետաքրքրորեն տանենք դեպի այս խոսակցությունը այնտեղ, որ այս ասեղնագործությունը արվում էր կանանց եւ տղամարդկանց կողմից։ Հաճախ թվում է, թե տղամարդիկ հագուստի հետ կապ չեն ունեցել, բայց իրականում մեծամասնությունը դերձակների եղել են տղամարդիկ։ Ավելին, տղամարդիկ ասեղնագործում էին։ Օրինակ բարձր հայկում մասնավորապես ընդունված ոսկեթել քուղակար ասեղնագործությունը իրականացվում էր տղամարդկանց կողմից, որովհետեւ սա շատ բարդ աշխատանք էր, ոսկու ձուլակտորից ձգվում էր կոճի թելի բարակությամբ եւ դրանից մի փոքր հաստ տարբերակով ոսկուց թել եւ դա փաթաթվում էր, ստացվում էր հիմքի թելը եւ ամբողջությամբ կարողանում էին ոսկեթել ասեղնագործություն նոր ստանալ նախշը եւ ամրացնել հագուստին։ Այսինքն սա հեշտ աշխատանք չէր եւ պետք է դիտարկել, որ հայկական տարազը իր յուրահատկությունը ստացել է կնոջ եւ տղամարդու սիրո արդյունքում, որովհետև աշխատանքի մեջ եթե սեր չի լինում, ասեղնագործել չես կարող, ոչինչ անել չես կարող, ամեն ինչի մեջ պետք է սեր դնել։ Եվ հայ ժողովուրդը իր դարավոր պատմության մեջ իր մշակույթը պահպանել հենց այդպես։ Այսինքն կին եւ տղամարդ թիկունք տված կարողացել են իրենց մշակույթը պահել եւ պահպանել։ Այստեղ սեռային բաժանվածություն դնել, որ օրինակ տարազի ասեղնագործողների հետ կապված եւ այլն միանշանակ ճիշտ չէ։ Իհարկե հայկական մշակույթի մեջ գոյություն ունի որոշակի կոնցեպտ, որտեղ տղամարդկանց մուտքը արգելված էր, օրինակ թոնիր վառելու ժամանակ տղամարդը կարող էր թոնիրը վառել, բայց հացաթխման ժամանակ տղամարդու մուտքը արգելվում էր թոնրատուն, հա, որոշ շրջաններում այդպես դոգմատիկ ընդունված էր, համարելով, որ կանացի աշխատանքի ժամանակ տղամարդու ոտը այդպես չար ինչ որ իր հետ էներգիա է բերում եւ դրա համար թխելու ընթացքում տղամարդիկ փորձում էին մուտք չգործել, միայն եթե օրինակ փայտ կամ
վառելանյութ պետք է մոտեցնել, օգնում էին կանանց։ Իհարկե մենք սա չենք կոնկրետ ասում բոլոր տարածաշրջաններում, որովհետև գիտեք մշակույթը այնպես է, որ հայկական լեռնաշխարհում տարբեր շրջաններում ընդունված են եղել որոշակի դոգմատիկ լուծումներ, բայց տարածաշրջաններ կա, օրինակ մենք մի շատ հետաքրքիր լուսանկար ունենք Վանից, որտեղ տղամարդը հաց է թխում։ Այսինքն, տեսեք, մենք ունենք դոգմա, որից շեղվածություն նաև կա, որովհետև մենք չենք կարող առանձնացնել։ Միգուցե այդ ընտանիքին պետք էր օգնություն, հա, եւ տղամարդը օգնում էր, կամ իրենք ունեին օրինակ հացի ճակերտավոր ասած արտադրություն, եւ այդ հացը վաճառքի հանելու համար կրկին տղամարդը օգնում էր։ Այսինքն, շատ հետաքրքիր է հայկական մշակույթը իր սկզբունքայնությամբ։ Յուրաքանչյուր գավառ ունեցել է իրեն բնորոշ տարազը։ Հայերը միշտ ուզեցել են իրարից տարբերվել։ Տարբերվելու սկզբունքը միևնույն ժամանակ, այո, ես չեմ բացառի, որ այդպես եղել է, որովհետև մի շատ հետաքրքիր սովորույթ կար հայերի մեջ, օրինակ օժիտի մեջ դրվող նորահարս, որ պետք է իր հետ օժիտ տաներ, այդ օժիտի ասեղնագործությունը մայրերը եւ աղջիկները գիշերն էին անում։ Մթության պայմաններում, որ հարևանները օրինակ շատ հաճախ չտեսնեին եւ նախշերը չընդօրինակեին, որովհետեւ օժիտը պետք է տարբերվեր իր յուրահատկությամբ։ Տեսեք, այստեղ մենք տեսնում ենք, որ իրենք ուզում էին առանձնանալ այս փաստով եւ հարսի օժիտը բացելու օրն էր միայն, որ կարողանում էին տեսնել ինչ յուրահատուկ ասեղնագործությամբ է հարստացված այդ ամբողջ համալիրը եւ օրինակ բարձի երեսները, ծածկոցները եւ այլն եւ այլն։ Ինչ վերաբերվում է մնացյալին, ինչու էին տարբերվում, որովհետեւ տարածաշրջաններ իրենց հավատալիքային սկզբունքով, ասեղնագործության դպրոցներով ամբողջովին տարբերվում էին։ Այսինքն, եթե Վան Վասպուրականում ընդունված էր Վանի կար ասեղնագործությունը, ապա այդ նույն կարատեսակը այն թափում այլ էր եւ այն թափի ասեղնագործությունը տարբերվում էր Վանի կարից, Մարաշից եւ տարածաշրջանային տեսանկյունից հագուստի ձևազարդման եւ ամբողջական գեղազարդման հետ կապված պետք է լիներ տարբերություն։ Այստեղ նաեւ կարևոր էր հավատալիքային մոտիվները, գունընկալման դաշտը, ռելիեֆային պայմանները, որովհետեւ սասունցու հագուստը չէր կարող նման լինել քաղաքային օրինակ Կարինի հագուստին։ Հա, մենք այսպես բացառություններ ենք դնում, որովհետև լեռնային տարածքի ցուրտ եւ անբարենպաստ պայմանները սասունցու տարազին թելադրում են, որպիսի լինի ավելի շատ մորթու կիրառությամբ, ավելի հաստ կտորներից, հա, եւ իսկ դրան հակառակ օրինակ Արինի տարազախմբում մենք տեսնում ենք ավելի այդպես թեթև ձևվածքներ ունեցող, բայց ճոխ գեղահարդարանք ունեցող լուծումներ, որոնք որ իհարկե իրենց շքեղությամբ հայկական լեռնաշխարհում առաջին տեղում էին գրավում եւ դրա մասին ոչ թե մենք ենք ասում մեր մասին, այլ նաև օտարի աչքի ընկալումը կա այստեղ, այսինքն շատ հայտնի ճանապարհորդներ, երբ որ եկել են հայկական լեռնաշխարհով անցել են, իրենք գրել են իրենց հուշերում, որ հայկական տարազի շքեղությունը եւ դրա գունային գամման որևիցե այլ տեղ իրենք չեն հանդիպել, այսինքն սա մեր յուրօրինակության մասին է խոսում։ Ամեն տարածաշրջան եւ ամեն գյուղ չնայած լինելով միևնույն շրջանի մեջ, ասենք Վան Վասպուրականի տարազախումբ ենք առանձնացնում, բայց Վան Վասպուրականի տարազախմբի մեջ ընդգրկվող քաղաքների եւ գյուղերի տարազները տարբերվում են միանշանակ։ Իհարկե պահպանվում է ասեղնագործությունը, գունային գամման, բայց ձևվածքը, գլխահարդարանքի կիրառությունը, դրա փաթաթելու ձևը, գոգնոցները ի վերջո ամբողջովին տարբերվում են, հա։ Մենք Վան Վասպուրականում ունենք երկու գոգնոցի տարբերակ։ Ունենք լանջավոր գոգնոցի տարբերակ եւ ունենք իհարկե միակտոր գոգնոց, որոնք իրարից տարբերվում են իրենց գեղազարդման եղանակով։ Օրինակ լանջավոր գոգնոցները հիմնականում մենք տեսնում ենք դաջածո տարբերակով կամ միակտոր տարբերակով, որոնք որ մեկ տոնային կտոնի մեջ են, այսինքն իրենք որոշակի նախշ են պարունակում։ Կա նաև որոշակիորեն ասեղնագործ տարբերակներ, բայց մասնավորապես միակտորների դեպքում մենք տեսնում հիմնականում ասեղնագործ նմուշներ, որոնք անկրկնելի են եւ շատ նման են հայկական կարպետանախշերին, որտեղ Վան Վասպուրականի, Տարոն Տուրուբերանի, որի մեջ մտնում է Մուշը եւ հարակից շրջանները, Սասունի գոգնոցները իրենց զարդանախշերով հայկական կարպետի եւ գորգի, այսպես ասած, զուգակցվող զարդանախշման համակարգն են պարունակում։ Իսկ կտորների առումով տարբերություն եղել է։ Միանշանակ կտորների առումով եւս եղել է, ինչու, որովհետեւ հայկական լեռնաշխարհում կտորի արտադրություն կար եւ ամեն տարածաշրջան արտադրում էր իր հատուկ կտորը։ Օրինակ Սասունի տարածաշրջանում քեչային լմում
այսինքն շալվար կամ այլ հագուստ բաճկոն ստանալու համար լմելը դա տրորելն է, որովհետև մենք գիտենք բուրդը երբ որ տրորում են օրինակ օճառաջրով կամ հենց սովորական ջրով դառնում է թաղիկ, այսինքն ամուր կտոր, եւ դա օգտագործում էր հագուստի գդակների պատրաստման, քոլոզների պատրաստման մեջ։ Հետեւաբար Սասունում ընդունված տարբերակ կտորատեսակը դա էր։ Կար մանուսա կտոր, որը տարածված էր օրինակ Վան Վասպուրականի տարածաշրջանում։ Մանուսա կտորները դրանք զոլավոր կտորներ էին, գծավոր կտորներ, որոշակի հաջորդականությամբ գունային գամմայով։ Ամբողջ հայկական լեռնաշխարհում ամեն մի տարածաշրջանում մի արտադրությամբ կտորի հայտնի էր։ Օրինակ բարձր հայքում, մասնավորապես Ջավախքի շրջանում, քանի որ այս դեպքում բարձր հայքի տարածախումբը իր 3 ճյուղերով է տարածվել 1829 թվականի Ադրանապոլսի պայմանագրով, ուրեմն 80-ից 90 հազար հայերի տեղափոխում են դեպի Ջավախքի շրջան եւ հետո Ջավախքից շատերը անցնում են նաեւ Ալեքսանդրապոլ, այսինքն տեղակայում այդպես է բաշխվում։ Հետևաբար բարձր հայքի տարածախումբը ոչ միայն ընդունված էր Կարինում եւ Կարսում, հա, Էրզրումի տարածաշրջանում, այլ նաեւ դա անցնում է Ալեքսանդրապոլ եւ Ջավախքի շրջան, Ախալցխա տարածաշրջաններ։ Սա է պատճառը, որ այդ տարածաշրջանների ավանդույթները եւ գեղազարդման նորմերը ամբողջովին տեղափոխվում են նաեւ այդ տարածաշրջաններ։ Եվ մասնավորապես օրինակ մենք գիտենք Ախալցխայի տարածաշրջանում գործում էին հատուկ շալագործներ կային, էհրամագործներ, որոնք գործում էին էհրամ ծածկոցներ։ Այս էհրամ ծածկոցների բնույթը շատ հետաքրքիր է, կանայք երբ որ պետք է տանից դուրս գային, մասնավորապես եկեղեցի գնալու ընթացքում իրենց ծածկում էին սպիտակ հագուստով, որի եզրերը կապույտ եզրագծված էր լինում եւ կտրված կիտրոնի նախշերի նման նախշեր էին անում վրան։ Այսինքն տեսեք, արտադրությունը կար տեղային, իրենք դա նաեւ օգտագործում էին տեղային որպես ծածկոցներ եւ երկու նպատակ ուներ այս ծածկոցը։ Օտար տղամարդու աչքից քողարկվելու նպատակը, բայց սա երբեք չենք համեմատում մենք հիջաբների հետ կամ արևելյան ծածկոցների հետ, եւ երկրորդը իր վրայի հարստությունը ծածկելու նպատակ ուներ, որովհետև կանայք համարվում էին տան բանկը, որովհետև իրենք ամբողջ մետաղական հարստությունը, այսինքն ազնիվ մետաղները, ոսկի, արծաթ եւ մնացած այլ մետաղական, չգիտեմ, գոտիները, զարդերը, ճարմանները ամբողջ իրենց վրա էին կրում, հետեւաբար իրենք իրենց հետ դա տանում էին որպես այդպիսին ամենուր, որովհետև դա զարդահամալիրի մի ամբողջական մաս էր կազմում։ Սա է պատճառը, որ հաճախ կարիք է լինում ծածկելու քողարկվելու, որ ասենք ավազակները ուղղակի վնաս իրենց չտային, գողոն որպես չհանդիսանար դա։ Հայկական տարազին որ գույներն են բնորոշ եղել։ Մասնավորապես տարածաշրջանից է կախված գույնի, այսպես ասած, կիրառությունը, բայց եթե մենք առանձնացնենք դոմինանտ շեշտադրվող հիմնական գերակշռող գույնը կարմիրն է դա։ Այսինքն մասնավորապես կարմիրի կիրառությունն է, որ հայկական լեռնաշխարհում շատ մենք տեսնում ենք, եւ սա համարվում է պտղաբերության գույնը։ Կարմիրը համատեղվում է արյան խորհրդանիշի հետ, իսկ արյունը անմիջականորեն զուգակցվում է արդեն որպես այդպիսին պտղաբերությանը։ Իհարկե տարածաշրջաններ կան, որոնք ոչ միայն կարմիրով են ակնհայտորեն տարբերվում, այլ նաև որոշակի գունային կոմպոզիցիոն համադրությամբ։ Օրինակ Արցախում բնորոշ է կանաչ եւ կարմիրը, որը անմիջականորեն նաև ամուսնական խորհրդի իմաստ ունի, երբ որ ասում ենք հո կանաչ ու կարմիրը կապեմ, նշանակում է ամուսնության գաղափարի սկզբունք տալ, հա, դրան։ Եվ իդեպ ասեմ կանաչը տղամարդու արականի սկիզբն էր, իսկ կարմիրը կանացի սկիզբը։ Երկուսի միավորումը փաստացիորեն տալիս է կյանքի շարունակություն։ Մնացած տարածաշրջաններում, օրինակ շատ հետաքրքիր է բարձր հայքի տարածախմբում կիրառվող կարմիրի եւ կապույտի համադրությունը, որը թավիշով էր արվում մասնավորապես, իհարկե այնտեղ օգտագործվում էր նաեւ մետաքս, բամբակի այլ կտորներ եւս, բայց հետաքրքիր մի բան, նկարչության մեջ կարմիրը եւ կապույտը համարվում են անհամադրելի գույներ, որտեղ նկարչության մեջ գոյություն ունի բարեկամ գույներ, հակադիր գույներ եւ անհամադրելի, օրինակ։ Կանաչը կարմիրը նկարչության տերմինոլոգիայով համարվում է լավագույն համադրությունը։ Եվ առօրյայում էլ, եթե ուզում եք համադրելի տարբերակ գտնել, կանաչի եւ կարմիրի համադրություն կազմեք, իսկ կարմիրը եւ կապույտը իրենք որպես այդպիսին անհամադրելի են։ Եվ այս անհամադրելիությունը այնքան վարպետորեն են
իրականացրել հայ ժողովուրդը, այսինքն ասեղնագործել ոսկե թելով եւ ամբողջովին, որ այդ զուգակցման արդյունքում դարձել է այնքան նրբաճաշակ, որ երբեք չես մտածի, որ այդ երկու գույները անհամադրելի են։ Տարազի բաղադրիչներից են եղել գլխազարդերը եւ դրամաշարով են, դրանք ամրացվել բոլոր շրջաններում։ Դրամաշարերի տարբերություն կա իրականում եւ կախված որ տարածաշրջանի մասին ենք մենք խոսում, մասնավորապես անդրադարձ կանեմ որոշ տարածաշրջանների, որտեղ օրինակ դրամաշարի շարանների տարբերություն կա։ Էլի գնանք ինձ հարազատ Արցախին, Սյունիք Արցախյան տարածախմբում մեկ շարան ճակտանոց է օգտագործվում եւ կենտրոնում մեկ մեծ մետաղադրամ, սա ոչ բոլորի դեպքում է մեծ մետաղադրամը, որտեղ սա հարստության նշան էր, քանի որ տարազը ոչ միայն ուղակի հագուստ էր, որ կրում էին, այլ սա մարդու օրգանիզմի պաշտպանության առաջնային պաշտպանություն էր, երկրորդը որպես շքեղ գեղեցիկ էսթետիկայի կողմը ապահովելու եւ ի վերջո երրորդը որպես այդպեսին սոցիալական դերը եւ դիրքը ցույց տալու մարդու, անկախ նրանից նաեւ որ տարածաշրջանում է գտնում, տարազը ուներ այդպիսի հատկություն, այսինքն ցույց էր տալիս նրա ամուսնացյալ կամ ոչ ամուսնացյալ լինելու կարգավիճակը։ Հիմա մենք սովորական հագուստով մարդու չեն կարող հասկանալ նա ամուսնացած է թե ոչ, եթե չլինի որոշակի ցուցիչներ, օրինակ մատանու առկայություն եւ այլն եւ այլն։ Բայց այն ժամանակ դու կարող էիր տեսնելով մարդուն հագուստից հասկանալ կինը ամուսնացած է թե ոչ։ Նույնը տղամարդու դեպքում։ Ճակտաշարի հետ կապված, օրինակ Բարձր հայկում նույն ինքը մենք վերադառնանք եւս Բարձր հայկի տարածախումբ, այնտեղ կրկնակ շարաներ, կոչվում է ջուղթ շերիդ, սա ոչ հայերեն տարբերակն է, հայերենով կլինի կրկնակ ճակտաշարան, այստեղ օգտագործվում է երկու շարանները եւ երբ որ շարաններից սկսում էր պակասել մետաղադրամները, հասկանում էին, որ ընտանիքի կացությունը որոշակիորեն փոխվել է, որովհետեւ հաճախ այդ մետաղադրամները ծառայում են օրինակ հաց գնելու, ալյուր գնելու եւ այլնի համար, այսինքն տեսեք ինչ հետաքրքիր է, որ կնոջ կերպարից կարող է գուշակել ընտանիքի իրավիճակը եւ կարող է հասկանալ ինչ սոցիալական իրավիճակում է գտնում իրականում այդ կինը կամ իր ընտանիքը։ Ժամանակին նաև հայերը քթին օղեր են ամրացրել, որը հիմա երբ տեսնում են շատ վատ են նայում, այդ ամենին, բայց պարզվում է դա մեզ մոտ եղել է։ Հնագույն բոլոր ժողովուրդների մոտ տարածված է այդ քթի օղերը, մեզ մոտ մասնավորապես այդ քթի օղին անվանում են խզմա կամ խզմար։ Բավական հետաքրքիր է, որ մենք Հայաստանի պատմության թանգանում ունենք պահպանված բազմաթիվ նմուշ օրինակներ տարբեր տարածաշրջաններից եւ դրանք ունեցել են հատուկ նպատակ։ Մասնավորապես դրանք եղել են չարխափանության նպատակով եւ ամրացվել են քթի ռունգերի ոչ թե ռունգին, այսինքն կողային հատվածին է ամրացվել այս դեպքում եւ այդտեղից ձգվել է դեպի ականջ, այսինքն եղել են երկու տարբերակներ։ Ամբողջական ամրացվող միայն քթի հատվածում եւ այստեղից շղթայով ամրացող գնացող դեպի ականջող տարբերակի կոնցեպտ։ Սա ինչով է հետաքրքիր, որ մենք ունենք պահպանված նմուշներ, այսինքն որպես այդպիսին քթի օղերի տարբերակներ, բազմաթիվ են երգերի մեջ քթի խզմայի մասին տարբերակները եւ շատ են ասացվածքները եւ այդ ասացվածքները մասնավորապես հետաքրքրորեն փաստում են բանասացության տեսանկյունից եւ որպես այդպիսին որպես նյութ կենթանի մեզ ապացուցում են, որ այո եղել են։ Եվ ի վերջո Պետոյանը, Վարդան Պետոյանը Սասունի ազգագրություն աշխատության մեջ նշում է, որ 1890 թվականը միջև սասունցիները կրում էին քթի օղեր եւ այսինքն սա փաստացի օրինակ է եղել կնոջ գեղազարդման ամբողջական համալիրում, որպես այդպիսին չարխափան զարդ եւ գեղազարդման համակարգ։ Հիմա դա ոնց որ մենակ հնդիկների մոտ է։ Ոչ միայն հնդիկների, այլ նաև արևելքի որոշ ժողովուրդների մոտ է ընդունված, քանի որ իրենք հնագույն իրենց որոշակի զարդամոտիվներ պահպանել են եւ անդրադառնանք այն փաստին, որ հնդիկները այս պահին օգտագործում են իրենց ազգային հագուստը, սարին են օգտագործում, տղամարդիկ էլ իրենց գլխահարդարանքի փաթաթանները եւ ամբողջական հագուստն են օգտագործում, բայց մեր պարագայում մենք չենք օգտագործում առօրյայում տարազ, հետեւաբար զարդամոտիվները, քանի որ տարազահամալիրի բաղկացուցիչ մաս են կազմում, որտեղ մենք երբ որ ասում ենք տարազ, մենք միայն չենք հասկանում գոգնոց շրջազգեստ,
Տարազը մեկ կտորի պատմություն չէ, տարազը մի քանի կտորների համադրության, հայկական ասեղնագործության եւ զարդանախշերի ամբողջական կոնցեպտի եւ իհարկե զարդերի համադրություն է։ Սա տարազի ամբողջական բնութագիրն է, որը դիտարկվում է համալիր տեսանկյունից։ Այսինքն միայն գլխարկ վերցնել եւ ասել, որ սա տարազ է, չարաչար սխալվում եք։ Հնդիկները եւ չինացիները տոնական օրերին կրում են իրենց ազգային զգեստը, բայց Հայաստանում այդպես չէ։ Ինչ անենք, որ գոնե տոնական օրերին կրենք ազգայինը։ Իրականում տարազի կրելու հետ կապված պարտադրանքով չի լինում, դա ժամանակի ընթացքում է գալիս, եթե մենք նայենք տարիներ առաջ, թե ինչպես էին օրինակ վերաբերվում տարազին, հա, կամ տարազով նկարվելուն, մենք կհասկանանք, թե ինչ առաջընթաց ունենք մենք տարազի կրելու հատվածում, հա, ինչ ենք իրականում ստացել այս ամեն ինչից։ Մենք մոտենում ենք մեր արմատներին։ Ես շատ եմ սիրում այս խոսքը ասել, որ գոյություն ունի պատերազմի հոգեբանություն եւ մշակույթը գնում է պատերազմի հոգեբանությամբ, այսինքն պատերազմի ժամանակ քո արմատը արթնանում է, դու սկսում ես գնալ դեպի քո արմատ, եթե մինչև այդ օրինակ քո համար մեկ էր հայկական զարդանախշը քո հագուստի վրա կլինի թե ոչ, հա, խոսքը ոչ բոլորի մասին է, իմ համար երբեք մեկ չի եղել օրինակ, ես միշտ ունեցել եմ հայկական հագուստի զարդանախշ եւ այլն, կոնցեպտը դիտարկում ենք այն տեսանկյունից, որ պատերազմը մեզ հոգեբանությամբ տանում է դեպի մեր արմատ, որովհետև մենք ամուր գտնվում ենք մեր արմատում։ Սա է պատճառը, որ հաճախ պատերազմից հետո, պատերազմից առաջ ավելի է ազգային գաղափարախոսությունը ամրանում, պնդանում եւ տարազի տարածվածությունը սկսում է ել ավելի լայն մասշտաբի ստանալ։ Օրինակ հարսանեկան կոնցեպտում ի բարեբախտություն մեզ սկսել են արդեն հարսանեկան հագուստի կիրառությունը ներդնել եւ սա ուրախալի փաստ է իրականում։ Մի փոքր տխուր է այն առումով, որ ոչ բոլորն են տարազի ճիշտ կոնցեպտ ընտրում, որովհետեւ կա դրա մեջ աղավաղումներ, որը ավելի վատ է, քան օրինակ չհակնել տարազը, որովհետև եթե դու մշակույթը ձևախեղում ես, ավելի լավ է ուղղակի չկրես, եթե չգիտես դրա մասին։ Այսօր չիմանալը ամոթ չէ, չհարցնելն է ամոթ, որովհետև քավլիցի կան մասնագետներ, ում կարող եք դիմել, սիրով կպատասխանեն ձեր հարցերին եւ ի վերջո դուք մի անգամ եք ամուսնանում, ձեր հարսանիքն է, հա, էլի են ամուսնանում, այնպես չի։ Հիմա ժամանակները փոխվել են, բայց ամեն դեպքում գրագետ հագուստ ունենալը ճիշտ է եւ եթե դու ուզում ես քեզ համար տարած ստեղծել, ինչպես օրինակ քո ատամը ցավում է, դու ինքդ չես հեռացնում քո ատամը, դիմում ես ատամնաբուժին, այնպես էլ տարած ստեղծելուց դու չպետք է ինքդ քեզ համար փորձես ինչ-որ բաներ հնարել ստանալ, այլ կա դրա համար մասնագետ, ազգագրագետ, ով զբաղվում է տարազով, հայկական տարազով եւ դրա զարդանախշման ընդհանուր կոնցեպտով։ Օրինակ մեզ մոտ ամեն տարի կազմակերպվում է տարազի փառատոնը, բայց անցած տարի տարազով հիմնականում տիկնիկներն էին, այսինքն մենք գուցե ճիշտ չենք ներկայացնում մեր մշակույթը։ Իրականում ողջունելի քայլ է նմանատիպ փառատոները, սակայն եթե այնտեղ դրված կոնցեպտը ճիշտ չի դասավորվում, այսինքն այնտեղ մասնավորապես մենք տեսնում ենք կառուցվածքային սխալ տարբերակ, այսինքն եթե միայն պետք է օրինակ բեմահարթակում տարազներ ցուցադրվի եւ դրանով սահմանափակվի ամեն բան, կարծում եմ դա ճիշտ տարբերակ չի եւ դա տարազի փառատոն չի։ Ինչ է փառատոնը իրենից ներկայացնում։ Փառատոնը ներգրավվածություն է այդ ամենին։ Այսինքն եթե ես գտնվում եմ փառատոնի շրջանակներում, հա, մենք օրինակ Հայաստանում ունենք բազմաթիվ փառատոններ։ Տարական կենցաղային օրինակ եմ բերում։ Մենք գնացել ենք Տոլմայի փառատոնի, օրինակ, ամենամյա փառատոն է, որը կազմակերպվում է։ Մենք գնացինք Տոլմայի փառատոնի։ Մենք ուտում ենք տոլմա, ճիշտ է։ Տարազի փառատոն են գնացել, ինչ ենք անում բացի նայելուց։ Ոչինչ։ Այսինքն մենք տարազի փառատոնի ժամանակ գոնե թե օրինակ պետք է լինի dress code, քանի որ սահմանափակ տարածքում է, պետք է դնել dress code, թեկուզ օրինակ գլխարկը լինի տարազային, գոտին, վերնահագուստ որևիցե, հա, սա թույլ կտա հաջորդ տարի ոչ թե դնել dress code, այլ մարդը ինքնըստինքյան հասկանալով կգնա արդեն հագած տարազ կամ որևիցե տարազային դետալ։ Մենք բոլորս չենք կարող տարազ կրել ի վերջո։
որտեղ փառատոնը լայնամասշտաբ, այսպես արարողություն է, եւ դրա ժամանակ այդքան տարած եւ ավելին ասեմ, ճիշտ տարած գտնելը մեր օրերում դժվար է, բայց հաստատ մենք ունենք մեր, չգիտեմ, հանդերձարանում այնպիսի մի բան, որի վրա կլինի հայկական զարդանախշ կամ կլինի օրինակ գլխարկ եւ այլն եւ այլն։ Սա մեկ քայլով մոտենալուն է տարազի փառատոնին, բայց տարազի փառատոն ասված, ինչպես այլ երկրների փորձն է ցույց տալիս, իրենք ունեն օրինակ էթնիկ օրեր, որտեղ մարդիկ ներկայանում են օրինակ միջնադար է ընտրված ժամանակաշրջանը, ներկայանում են միջնադարի հագուստներով։ Այդ օրը ոչ մեկ սպորտային հագուստով ներս չի գործում փառատոնի շրջակայք, ով ուզում է սեղի, ում ծանոթն ուզում է սեղի, դու իրավունք չունես այդտեղ մտնելու։ Եվ դա ճիշտ է։ Հիմա քանի որ մեր դեպքում մի փոքր խնդիր կա տարազի հետ կապված, որ բոլորս կարողանանք ներգրավել ամբողջական համալիրով, գոնե սկսել թեթև մանրուքներից, այսինքն գլխարկ, գոտի ունենալ, չգիտեմ, MC համալիր բաճկոն թեթև, որ տարեց տարի դա կատարելագործվի եւ այնպես դառնա, որ բոլորս ունենանք մեր տոնական տարազը, որ օրինակ տոն օրերին կարողանանք կրել այդ հագուստը։ Երևի շատերը կուզեն, որ իրենց հագուստին արկա լինի հայկական զարդանախշ, բայց նման զգեստները բավականին թանկ են։ Հիմա ինչու հասանելի չէ հայկական մոտիվներով զգեստը հասարակ քաղաքացում։ Իրականում եկեք չհամաձայնվեմ այդ մտքի հետ, որովհետև ասում անունն է հելել, այդ տարբերակն է, իրականում ասեղնագործությունից կախված եւ աշխատանքից կախված է հագուստի արժեքը բարձրանում։ Հիմա շատ է տարածված մեքենացված ասեղնագործությունը եւ վաճառքում շատ կա հայկական զարդանախշով ասեղնագործված եւ շապիկներ եւ տպագիր տարբերակով իհարկե եւ գնային սեգմենտը այնպես է, որ ցանկացած քաղաքացի կարող է օգտվել դրանից։ Այսինքն ով որ լավ փնտրում է, նա գտնում է։ Այս դեպքում գնային սանդղակի թանկ կամ ոչ թանկ լինելը արդարացում չէ, որովհետև դուք եթե գնում եք օրինակ խանութ գնումների, դուք մտնում եք խանութ, ոչ մեկ չի ասում գնացեք, դուք ծովի աղառ եք, որի մեջ, չգիտեմ, բան 8 հոտնուկի եթերայուղեր է լցված, որի արժեքը 8000 դրամ է։ Չէ, ձեզ աղա անհրաժեշտ, գնացեք ձեր սեգմենտը վերցրեք, այնտեղ կա նաև 100 դրամանոց հայկական յոդացված կատարյալ աղ։ Այսինքն այս նույն սկզբունքով դուք կարող եք մտնել, ձեր սեգմենտը դիտարկեք ինչքան է գումարի քանակով եւ դիմել այն մարդուն, ում հարմար է, որովհետեւ կախված աշխատանքից ձեռագործ աշխատանքը միշտ թանկ է, որովհետեւ դրա վրա ժամանակ է ծախսվում, մարդու տեսողություն է ծախսվում, այսպես եթե ճակերտավոր ասենք, եւ ի վերջո սա մարդու քրտինքը եւ աշխատանքն է։ Մեքենացվածի սեգմենտը մի փոքր իջնում է ավելի ներքև, որովհետեւ այս դեպքում արդեն մեքենացված աշխատանք է դիտարկվում, չնայած որ դա էլ բավական բարդ աշխատանք է եւ երկարատև աշխատանք է։ Սակայն գնագոյացումը իրականում տեղի ունենում կատարված աշխատանքի քանակից եւ համընդհանրական ասել, որ հայկականը թանկ է, եկեք չհամաձայնվեմ պարզապես։ Ամեն մեկի համար կա իր գնային սեգմենտը եւ քաղաքացիները կարող են հեշտությամբ գտնել այն գնային սանդղակը, որ իրենց բավարար կլինի։ Քաղաքացիները հաճախ չեն տարբերում հայկական զարդանախշերը, ինչին հիմնականում ուշադրություն դարձնեն։ Իրականում սա գալիս է կրթական ոլորտի թերությունից, որովհետև կրթական ոլորտում պետք է դիտարկել մասնավորապես հիմնականում ոչ միայն ընդհանրական գիտելիք ստանալը, այլ նաև ազգային մշակույթի հետ կապված գրագետ եւ ճիշտ գիտելիք ստանալը։ Այո, դպրոցում այս պահին անցնում են որոշակի առարկաներ, որոնց մեջ ներգրավվածություն կա հայկական տարազի, հայկական զարդանախշերի մասին, բայց եթե դուք տեսնեք դրա ծավալը, ուղղակի կա չկա մի հաշիվ է, այս տարբերակ ասեմ, հա, եւ եթե ուզում ես դու օրինակ սովորել հայկական տարազի մասին ինչ-որ մի բան, հավելյալ տեղեկատվություն, եթե դու ուրիշ աղբյուրներից չքաղես եւ քո ուսուցիչը եթե չլինի այնպիսին, որ քեզ տանի այդ ուղով եւ մի ուրախալի փաստ ասեմ, ես երբ որ իմ տարած հայոց մեջ հաղորդաշարը նկարեցի, այդ հաղորդաշարը այնքանով հաջողվեց, որ հիմա ուսումնաօժանդակ կրթական նյութ է ծառայում դպրոցներում տարազի թեման ուսումնասիրելուց, ես ամեն օր Հայաստանի բոլոր մարզերից եւ բոլոր դպրոցներից գրություններ եմ ստանում ուսուցիչների կողմից, շնորհակալական խոսքեր եւ ես շնորհակալ եմ բոլոր ուսուցիչներին, որ իրենք տարած հայոց մեջը դիտարկում
դիտարկում են որպես նյութ իրենց երեխաներին կրթելու համար։ Այո, դա գիտական հաղորդաշար է, որտեղ չկա խաբեություն, որտեղ չկա բուտաֆորիա, ամեն ինչ արված է թանգարանային ցուցանմուշներով եւ թանգարանային տարազներով։ Շնորհակալություն իհարկե Լուսիկ Ագուլեցու տուն թանգանին, աջակցության եւ նկարահանումը ոչ բուտաֆորիայի, այլ թանգարանային պայմաններում իրականացնելու համար, սա կարևոր նախապայման է։ Երբ որ դու քայլ ձեռնարկում ես եւ մարդիկ քեզ հետ համատեղ դա կարողանում են տարածել եւ օգտագործել գրագետ տեսանկյունից։ Զուտ կրթական ոլորտի խնդիր է սա, հա, չճանաչելիության։ Իհարկե բոլորը չի որ պետք է ճանաչեն։ Բոլորը բժիշկ չեն, իսեր Աստծո։ Կա հատուկ դրա համար մասնագետ, բայց տարական բաները կարելի է օրինակ ճանաչել եւ տեսնել, իմանալ սա հայկական է թե հնդկական է։ Եթե չգիտեք անգամ որ դա հայկական կամ հնդկական է, մի ասեք երբեք ես հայկական եմ հագել։ Մի ասեք, եթե չգիտեք, որովհետև դուք վնասում եք մշակույթը։ Այստեղ մի խնդիր էլ կա արհեստական բանականության հետ կապված։ Սիրելի հեռուստադիտողներ եւ մեզ դիտողներ, հա, եւ լսարանի վերջո, քանի որ սա կարծեմ YouTube-յան հարթակով է գնում, արհեստական բանականությունը մասնագետ չէ։ Արհեստական բանականությունը անում է ոսկե քաղ այս դեպքում եւ վերցնում է հայկական թեմայով շատ ռեպորտաժներ կա, չգիտեմ, հոլովակներ, նկարներ, բաց հարթակ է ի վերջո համացանցը։ Առանց դա մաքրելու, ինչպես կաներ օրինակ մասնագետը, դիտարկելով սա է, վերցնեմ թե ոչ։ Ընդհանրապես գրված է հայկական է, բերում է, միքս է անում, ստանում է վերջում այլ տարազախմբի, այլ էթնիկ հանրույթի տարազ։ Եվ դուք դա դնում եք էջում ու ասում եք ես հայկական տարազով եմ։ Մի արեք այդպես։ Գլխահարդարանքները ընդհանրապես հայկական չեն։ Դրանք լինում են, չգիտեմ, ուզբեկական, կովկասյան այլ էթնիկ խմբերի գլխահարդարանքներ, հագուստների ձևվածքը, կտորան նախշերը, որտեղ միքս է անում, խառնում ամբողջովին արհեստական բանականությունը։ Բայց կարելի արհեստական բանականությամբ ստանալ գրագետ հայկական տարազներ առանց որևիցե ձևախեղման։ Եվ այդ փորձը ես ունեմ որպես մասնագետ, ինչպես ստանալ գրագետ տարազ արհեստական բանականության միջոցով եւ ինչպես վերակենդանացնել հայկական տարազը ճիշտ գույներով, ճիշտ կոմպոզիցիայով եւ ճիշտ նախշերով։ Այնպես որ պետք է աշխատել եւ ճիշտ աշխատել։ Հայկական տարազի որ բաղադրիչ է, կցանկանայիք, որ առօրյայում օգտագործեինք։ Շատ հետաքրքիր հարց էր, քանի որ ես տարազի վրա սիրահարված եմ, ես կցանկանայի, որ անկեղծ ես կցանկանայի, որ 18-րդ դարում ապրեի, նախ սկսենք այդտեղից, եւ գրեի այն հագուստները, որոնք գրել են իմ պապերը, որովհետեւ դրա մեջ ոգի կա իրականում եւ դա էսթետիկայի գագաթնակետն է, բայց եթե մենք գալիս ենք մեր օրեր ու հասկանում ենք մեր պայմանների փոփոխությունը, տրանսպորտի փոփոխությունը, բնակլիմայական վիճակը եւ այլն, արագ ընթացող աշխարհը, հետեւաբար մենք կարող ենք կիրառության մեջ ունենալ այն համալիրի դետալները, որոնք ավելի թեթև են եւ կիրառելի ամենօրյա օրինակ պահարանում։ Դա օրինակ գոտին է, դա գլխարկն է, բաճկոնը, հա, բայց օրինակ տաբատ, որը մեր պապերն էին կարում, որի օրինակ ձաքի լայնքը գրական հայերենով դրա նաև աղվեսուկ են ասում, այդ հատվածում 1 մետր լայնությամբ կտոր էին թողում։ Դա ուներ հատուկ նպատակ, ձի հեծնելու համար, որպեսզի ոտքերը լայն բացվեր, լեռ բարձրանալուց, որպեսզի կարողանային հեշտությամբ բարձրանալ եւ ի վերջո դա բնական նյութափոխանակություն էր իրականացնում։ Հետևաբար այս մոտիվը մենք տաբատի այսօր չենք կարող կիրառել։ Եթե ուզենանք, էլ չենք կարող։ Լավ, մի օր հագանք։ Չենք կարող ամեն օր դա գրել, բայց որոշակի դետալներ, օրինակ բաճկոն, հեշտությամբ մենք կարող ենք ասեղնագործ տարբերակով ունենալ գլխարկ, գոտի, հա, այնպես որ կարծում եմ, որ հայկական տարազի պահպանության հարցում մենք բոլորս մեր լուման պետք է ունենանք եւ պետք է կարողանանք պահպանել մեր մշակույթը հետագա մեր սերունդներին տալու եւ փոխանցելու բան ունենալու համար։ Հատկապես այս աշխարհագրական, աշխարհափոփող տարբերակում, որ ամեն օր մի բան փոխվում է, ամեն օր մի բան, չգիտեմ, թեք է գնում, հա, մենք պետք է կարողանանք գտնել մեր ուղին, գնալ այդ ուղությամբ, որպեսզի մեր ինքնությունը եւ մեր հայի դիմագիծը վառ պահենք։
Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք զրուցում էինք ազգագրագետ դիզայներ Վահե Քոթանյանի հետ։